Երկնավոր Հայր, փառք ենք տալի այս գեղեցիկ օրվա համար, փառք ենք տալի կյանքի համար, բոլոր օրհնությունների համար, որ մենք վայելում ենք Տեր, գիտենք դրանց աղբյուրը, ակը հենց դու ես Տեր, բարյաց Աստված, որի ձեռքերից ենք ստացել ամենակարևոր պարգևը, մեր հոգևոր կյանքը, մեր փրկությունը քո միջոցով եւ շնորհակալ ենք, որ հիմա հավաքված ենք իբրև քո ժողովուրդ եւ այս մեծ օրհնություն եւ պատիվը մեզ տվել ես պաշտելու եւ երկրպագելու քեզ։ Այդ է մեր փափակը, որ մեր մեջ ներգործես Սուրբ Հոգի Աստված, քո խոսքդ բացես մեր սրտերին եւ մեր սիրտերը բացես քո խոսքիդ առջեւ եւ ուղղություն տաս, որպեսզի ապրենք այդ կյանքը, որ քեզ հաճելի է։ Այս բոլորը խնդրում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, հոր փառքի համար։ Ամեն։ Անցյալ մի շարք դասերում մենք նկատի ենք առել Աստծո զանազան հատկանշերը, այսինքն նրա անհաղորդելի ու հաղորդելի ստորոգելիները, his communicable and incommunicable attributes։ Այս դասով մենք ավարտելու ենք Աստծո հատկանշերի ուսումնասիրությունը։ Աստծո հաջորդ հաղորդելի հատկանիշն է նրա նախանձոտությունը, jealousy of God. So we're talking about the attributes of God, and we're talking about communicable attributes, հաղորդելի, եւ այս վերջի դասն է, եւ այսօր խոսելու ենք jealousy of God. Նախանձոտությունը Աստծուն։ Նախանձ բառը հաճախ ունի մի ինչ իմաստ, ժխտական իմաստ, negative։ Ուստի շատերս անհանգիստ ենք զգում ընդունել այս իբրև կատարյալ Աստծո հատկանիշներից մեկը։ We feel uncomfortable to talk about the jealousy of God. Անհարմար ենք համարում սրան, մի բան, որը չի պատկանում Աստծուն, այդպես ենք թվում, բայց Աստվածաշունչը հստակորեն սովորեցնում է, թե նախանձոտությունը Աստծո հատկանիշներից մեկն է։ Սուրբ Գիրքը բացատրում է, սահմանում է Աստծո նախանձը պարզապես որպես Աստծո իղձը կամ ցանկությունը պահպանելու այն ինչ, որ պատկանում է իրեն եւ արժեքավոր ու պատկվական է իրեն, հատկապես իր անունը, իր պատիվը, իր խոսքը եւ իր փառքը։ He is zealous about whatsoever belongs to him, his name, his honor, his word, his glory. Նախանձ բառը թարգմանվել է եբրայերեն քանա բառից ու հունարեն զելաո բառից, որոնք նշանակում են նախանձել, փույթ եռանդ լինել, եռանդոտ հետապնդել մի բան։ To be zealous, to be jealous, to desire or pursue something earnestly. Սուրբ Գրքի մեջ, երբ նախանձությունը գործածվում է մարդ արարածի վերաբերյալ, այդ հաճախ նկարագրվում է որպես մի մեղսալի բացասական հատկություն։ Օրինակի համար Ծննդոց 37:11-ում կարդում ենք, թե Հովսեփի եղբայրները նախանձեցին նրա վրա եւ գիտենք, որ այդ մեղսալի նախանձ էր եւ շատ լավ գիտենք դրա սարսափելի հետևանքը կամ արդյունքը, կամ նոր գտակարանում կարդում ենք, թե ինչպես հիվանդները եւ դիվահարները բժշկվում էին Հիսուսի առաքյալների միջոցով եւ Գործ առաքելոց 5:17-18-ում կարդում ենք, եւ վեր կացավ քահանապետը եւ ամենքը, որ նրա հետ էին, եւ սադուկեցիների աղանդը եւ նախանձով լցվեցան եւ ձեռք գցեցին առաքյալներին եւ նրանց դրին հասարակած բանտի մեջ, չար, մեղսալի նախանձ։ Նաեւ Գաղատացիս 5:20-ում Պողոսը նշում է նախանձությունը, նախանձը որպես ինչ, մարմնի գործերի ցանկի մեջ, մարմնի գործերից
մեկը։ Եվ առաջին Կորինթացիս 3:3-ում գրում է Կորինթացիս եկեղեցուն Պողոս առաքյալը ասելով թե որովհետև տակավին մարմնավոր եք, վասնզի տակավին ինչ նախանձ եւ կռիվ եւ բաժանումներ կան ձեզանում, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն եք վարվում։ Ուրեմն regarding man, when we're talking about jealousy regarding to man, it is often ոչ ամեն անգամ, բայց հաճախ negative and sinful. Այդ են կարդում Աստվածաշնչում։ Եվ դրա համար որ մարդիկ դժվարություն ունեն խոսելու նախանձոտության արդիվ Աստծո վերաբերյալ։ Սակայն երբ նախանձը գործածվում է Աստծո նկատմամբ, այդ միշտ մի դրական եւ բարի հատկանիշ է։ It's always positive and a good attribute of God. Ելից 34:14-ում Աստված պատվիրում է ժողովրդին ասելով թե որովհետև ուրիշ Աստծո երկրպագություն պիտի չանես նրա համար որ Յահվեի անունը նախանձոտ է. The name of Yahweh is jealous. Նախանձոտ Աստված է նա։ Կամ Եզեկիել 39:25-ում Աստված ասում է թե ես պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար. It belongs to him. Եվ Հովել մարգարեն ասում է Հովել 2:18-ում թե այն ժամանակ Տերը պիտի նախանձե իր երկրի համար եւ ողորմե իր ժողովրդին։ Ուրեմն Աստծո նախանձոտությունը ակնարկում է իր եռանդը, տենչանքը կամ բծախնդրությունը իր սեփական պատվի ու իր սուրբ անվան հանդեպ, պահանջելով իր ժողովրդի բացառիկ պաշտամունքը ու նվիրածությունը։ So, whenever we are talking about God, it is always positive, good. Կարող ենք ասենք Աստծո վերաբերյալ, it is his zeal, compassion regarding what belongs to him. Այն ինչ որ պատկանում է նրան, այսինքն ինչ, նրա անունը, նրա պատիվը, honor, name, glory, նույնիսկ իր ժողովուրդը, նա նախանձոտ է, եռանդուն է դրանց համար։ Եվ ստեղ էլ գրենք, jealous is God's name. Asma, my name is jealous. God's name, Yahweh, who is jealous. I am անունը նախանձոտ է։ Արդյոք հարցը ձեզ, մտածել եք այսպես Աստծո վերաբերյալ։ Մտածել եք Աստծուն որպես նախանձոտ։ Had you thought about God as jealous? Երկրորդ օրինաց 6:13-15-ում կարդում ենք թե Քո Յահվե Աստվածանից վախեցիր եւ նրան պաշտիր եւ նրա անունովը երթում արա։ Չգնաք օտար աստվածների, ձեր շուրջը եղող ժողովուրդների աստվածների ետևից, որովհետև նախանձոտ Աստված է քո Աստվածը, որ քո միջումն է, միգուցե Յահվե Աստծո բարկությունը քեզ վրա բորբոքվի եւ քեզ երկրի երեսիցը բնաջինջ անե։ Ու նաեւ երկրորդ օրինաց 4:24 համարում Մովսեսը զգուշացնում է ժողովրդին կռապաշտությունից, ասելով թե որովհետև քո Յահվե Աստվածը մաշող, այսինքն սպառող կրակ է, he is a consuming fire, նա նախանձոտ Աստված է, he is a jealous God. Հովիվ John MacArthur-ը բացատրում է Աստծո նախանձոտությունը ասելով թե Աստված նախանձահույզ է պաշտպանելու այն ինչ որ պատկանում է իրեն, whatsoever belongs to him, God is zealous to protect.
նա չի թույլ տա ուրիշը ունենա այն պատիվը, որը արժանի է տրվելու միմիայն իրեն. He will not allow another to have the honor that is due to him alone. Աստված ասեց Եսայա 42:8 Ես եմ Յահվեն, սա է իմ անունը, եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տալ, եւ ոչ իմ փառքը կուրքերին։ Երբ մենք մարդիկ որոնում եւ փնտրում ենք մեր իրավունքը, մեր պատիվը ու մեր փառքը, այդ մեղսալի ջանք է եւ այդ մի ձևի ագահություն է, որովհետեւ առաջին հերթում դրանք մերը չեն ու նաեւ մեզի չեն պատկանում։ Դրա համար հաճախ, երբ որ նախանցի արդիվ ենք խոսում, մարդ արարածի վերաբերյալ այդ ժխտական է, այսինքն մեղսալի է։ Պողոսը գրեց առաջին Կորինթացիս 4:7 Ինչ ունես դու, որ չես արել, ավելի ուղիղ չես ստացել։ Եվ եթե ստացել ես, այսինքն ամեն ինչ որ ունես դու ստացել ես, ինչու ես պարզենում չստացածի պես? As though you didn't receive it. Why are you boasting? Սակայն Աստծո նկատմամբ, որը բոլոր ստեղծագործության սեփականատերն է, he is the owner, the possessor of all creation, նրա իր պատվի ու փառքի որոնումը ու ձգտումը ուղիղ ու պատշաճ է. It's proper for him to have this attitude. Որովհետև բոլորը հենց նրանն են ու նա դրանց արժանի է։ Եվ կարևոր է, որ չմոռանանք ըստ իր պարզության, հատկության, Աստծո բոլոր հատկանիշները անբաժանելիորեն կապված են իրարու։ We have to remember the doctrine of the simplicity of God, that all of his attributes are united and cannot be separated from one another. Իր բոլոր ստորոգելիները միացած են, կապված են իրարու, բաժանելի չեն։ Նույնպես էլ այստեղ Աստվածային նախանձը սուրբ նախանձ է, ուղղարար նախանձ է, արդար նախանձ է, սիրո նախանձ է։ Ուստի մենք չենք կարող բաժանել Աստծո նախանձոտությունը նրա մյուս հատկանիշներից։ Այդ լավ սկզբունք է մեզ համար միշտ իմիտ ունենանք, երբ որ հասնում ենք այսպես համարներ Աստվածաշնչում։ Հայտնություն 4:11-ում կարդում ենք, որ 24 երեցները երկրպագում են Աստծուն ասելով. Արժանի ես Տեր, որ առնես փառքը եւ պատիվը եւ զորությունը, որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծվեցան. You are worthy of glory, honor, power. Աստվածաբան Մայքլ Հորթոնը գրում է, թե հենց իր ժողովրդի հանդեպ եղած Աստծո այս նախանձումն է, որը ցուցադրում է իր սերը եւ նրանց փրկությունն է հառաջացնում. It's a beautiful statement. It is God's jealousy for his people, in fact, that underscores or highlights his love and eventuates in their salvation. Ցուցադրում է իր սերը եւ նրանց փրկությունն է հառաջացնում։ Որպես արարածներ, ստեղծված ամենակալ արարիչից եւ գիտակցելով, որ ամեն ինչ որ ունենք, նրանից ենք ստացել, հարկ է, որ մենք լինենք խոնար, հեզ եւ ընդօրինակելով Աստծո այս հաղորդելի հատկանիշը, հաղորդելի, այսինքն մենք էլ կարող ենք ըստ այդ ապրենք եւ պիտի, որտեւ հաղորդելի է, հարկ է մեզ նախանձահույս պաշտպան կանգնել նրա անվան, ոչ թե մերը, նրա անվան, նրա պատվին, նրա ավետարանին, նրա խոսքին, նրա ժողովրդին ու նրա փառքին։ Աստվածապան Մարի Հարիս գրում է, թե մարդկային նախանձը անառակություն է, իսկ աստվածային
նախանձին հաղորդակից լինելը առաքինություն է. Beautiful. Human jealousy is a vice, but to share divine jealousy is a virtue. Շատ գեղեցիկ. So ասում է human jealousy is a vice, but to partake in divine jealousy is a virtue. Մարդկային նախանձը անառակություն է, մեղք է, չար է, իսկ աստվածային նախանձին հաղորդակից լինել կամ ընդօրինակել առաքինություն է. So, մեր համար կարևոր է, որ ընդօրինակել Աստծուն եւ պաշտպանել իր անունը, իր փառքը, իր պատիվը, իր խոսքը, նույնիսկ իր ժողովուրդը։ Պողոս առաքյալը ցուցադրում է այս կեցվածքը, որ մենք պիտի ունենանք, երբ նա գրում է Կորինթացիս եկեղեցուն, երկրորդ Կորինթացիս 11:2-ում ասելով, թե վասնսի ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձովը, որովհետև ձեզ մի մարդի նշանեցի, որ մի սուրբ կույս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին։ Շատ գեղեցիկ պատկեր։ Պողոսը, որպես Կորինթացիս հավատացյալների հոգևոր հայրը, նախանձահույս պաշտպանական է եւ զգուշ էր նրանց հանդեպ, ներկայացնելով նրանց Քրիստոսին որպես հոգևորապես սուրբ, ինչպես մի հայր տալիս է իր աղջկան նրա ապագա ամուսնուն ամուսնության մեջ։ Նորեն կարդամ, ասում է, վասնսի ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձով, որովհետև ձեզ մի մարդի նշանեցի. I betrothed you, I engaged you to a man, a husband, ով, որ մի սուրբ կույս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին։ Պողոսը նախանձավոր էր ամեն բաների հանդեպ, որը պատկանում էին Աստծուն, ներառյալ իր ժողովրդի հանդեպ, ու նույնպես պիտի լինենք մենք։ So երբ որ ասում ենք այս հաղորդելի հատկանիշը, եւ մենք պիտի ընդօրինակենք մեր կյանքում, այս է իմաստը, ոչ թե նախանձ կամ նախանձոտ լինենք մեր պատվի, մեր անվան, մեր փառքի համար, այլ Աստծո համար։ Եթե նախանձը Աստծո մի հատկանիշ է, որի հանդեպ շատեր անհանգիստ են զգում, այժմ հասել ենք Աստծո ամենաատված ու չսիրված հատկանիշին, որը կլինի մեր այս դասակարգի ուսումնասիրության վերջի հատկանիշը, որ մենք սերտելու ենք Աստծո առթիվ, եւ այդ է Աստծո բարկությունը, the wrath of God, the most hated attribute and disliked and unspoken attribute of God. Մարդիկ արարքում են կոչել Աստծուն որպես բարկության Աստված, ասելով, որ այս պատշաճ չէ Աստծուն։ Նույնիսկ որոշ քրիստոնյաներ անհանգիստ են, ամոթ են զգում խոսել Աստծո բարկության մասին, կենտրոնանալով միմիայն նրա սիրո վրա, փափակելով, որ այս իր բարկությունը չլիներ, գոյություն չունենար Սուրբ գրքի մեջ, իբր թե այդ մի առատ է, մի բիծ է, it is a mistake, մի սխալ է, բայց Աստվածաշունչը պարզ է, հստակ է, բարկությունը Աստծո հատկանիշներից մեկն է։ Wrath, anger is one of God's attributes. Աստծո բարկությունը նշանակում է, որ նա ատում է բոլոր մեղք ու չարը, եռանդով ու սաստկությամբ։ So, God's wrath means that he intensely hates evil and sin. So the last attribute we're going to talk about is the wrath of God, barkuchun. And the wrath of God means God intensely, sastikoren, hates all
sin and evil. Մենք շատ արագ ենք գովելու Աստծուն իր սիրո, շնորհքի, ողորմության ու բարության համար։ Բայց ճիշտ սրանց նման եւ բոլոր ուրիշ իր ստորոգելիների նման հարկ է որ մենք նույնպես գովենք Աստծուն եւ շնորհակալ լինենք իր բարկության համար։ Եթե Աստված չատեր մեղքը եւ չցուցադրեր իր բարկությունը չարի հանդեպ, այլ դրանց աչքաթող աներ, տեղ տար, ապա նա ոչ միայն կդադարեր բարկացած Աստված լինելուց, այլ ինչ, այլ նաեւ նա կդադարեր սուրբ, բարի ու սիրող Աստված լինելուց։ Իրականում նա կդադարեր հենց Աստված լինելուց եւ արժանի չէր լինի մեր պաշտամունքի։ If God was to not hate evil and not punish sin, then not only would he not be a wrathful God, but he would stop being a loving, merciful, just, righteous God, and he would cease to be God altogether and would not be worthy of our worship. Բայց որովհետև Աստված սուրբ է, որովհետև Աստված բարի է, որովհետև Աստված արդար է, որովհետև Աստված սիրելի է, նա խիստ ատում է բոլոր մեղք եւ չարություն։ Նահում մարգարեն գրեց Նահում 1:2 եւ ապա 6-րդ համարում, թե նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Վրեժխնդիր է Տերը եւ բարկության Տեր։ He's the God of wrath. Վրեժ առնող է Տերը իր ոսողներից եւ բարկություն պահող իր թշնամիների դեմ։ Եվ 6-րդ համարում նրա ցասման առաջին ով կկանգնե եւ ով կդիմանա նրա բարկությունը բորբոքելիս։ Նրա սրտմտությունը թափվում է կրակի պես եւ ապարաժները ճաքում են նրա առաջին։ Այս հատվածում մենք կարդում ենք թե Աստծո նախանձոտության արդիվ եւ թե նրա բարկության արդիվ մեկ համարում կամ հատվածում, որովհետեւ Աստված նախանձավոր է իր անվան, իր պատվին, իր սրբության եւ իր փառքին, դրա համար նա բարկացած եւ բարկության Տեր է, պատժող Տեր է։ Պողոս առաքյալը գրում է Հռոմայացիս 1:18-ից 21-րդ համարներում, թե որովհետև Աստծո բարկությունն երկնքիցը հայտնվում է մարդկանց ամեն անբարշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունն անիրավությունով բռնում են, այսինքն ճշմարտությունը իմանալով ճնշում են, խեղդում են, եւ որովհետև Աստծո գիտելիքը հայտնի է նրանցում, որ Աստված հայտնեց նրանց, որովհետև նրա աներևույթ բաները աշխարհի սկզբից են ստեղծվածներով են իմացվելով տեսնվում են, որ է, այսինքն նրա մշտնջենավոր, այսինքն հավիտենական զորությունը եւ աստվածությունը, այնպես որ անպատասխան մնան։ Բոլոր մարդիկ գիտեն Աստծո գոյությունը, նրա հավիտենականությունը, նրա զորությունը եւ անպատասխան են մնում Աստծո առջև, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարվեցան։ Այդ է ընկած մարդու վիճակը։ Մեղավոր մարդ սիրում է այնինչ որ Աստված ատում է եւ ատում է այնինչ որ Աստված սիրում է։ Sinful natural man loves what God hates and hates what God loves. Բոլորովին հակառակ
Աստծուն։ Իմիջայլոց միայն մեղքը չի, որ Աստված ատում է։ Նա նաև ատում է իր թշնամիներին։ Հաճախ մենք լսում ենք, թե Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին։ He hates the sin but loves the sinner, բայց այս ուղիղ չէ, այս սուրբկրային չէ։ Աստված ատում է նաև անապաշխարող, անզղջող մեղավորներին, այսինքն նրանք, որոնք իր եւ իր խոսքի դեմ են եւ այդպես են շարունակում, Աստված ատում է դրանց նաև։ Դավիթը գրում է Սաղմոս 5:4-6, թե որովհետև դու անօրենության հաճություն տվող Աստված չես, չարը չի բնակվիլ քեզ մոտ, ամբարտավանները, այսինքն պարծենկոտները չեն կենալ քո աչքի առաջին, դու ատում ես բոլոր անօրենություն գործողներին, you hate all evildoers, դու կկորցնես սուտ խոսողներին, Տերը արյուն թափող եւ նենգավոր մարդիցը զզվում է։ Եվ դա բավարար չէր, նաեւ Դավիթը Սաղմոս 7:11-13-ում ասում է, թե Աստված արդար դատավոր է, He is a just judge, եւ Աստված ամեն օր բարկանում է մեղքի վրա, հայո, այդ ճիշտ է, բայց դրանից ավելի, բարկանում է ամբարշտի վրա, God is angry every day against sinners. Եթե ետ չդառնա, նա իր սուրը կսրե, իր աղեղը լարել եւ պատրաստել է եւ մահի գործիքները պատրաստել նրա համար եւ իր նետերը բողբողված արավ։ Իրականության մեջ այս մի շատ ահավոր տեսարան է Աստծո մեղքի ու մեղավորների դեմ եղած բարկության նկատմամբ, որը ավելիով է կծկծացնում, անհանգստացնում մարդկանց, երբ որ նրանք լսում են այս իրականությունը։ Բայց այդ մեր խոսքը չի։ Աստծո ճշմարիտ անսխալական խոսքն է նկարագրում եւ ներկայացնում Աստծուն այսպես։ Հարց այստեղ ձեզի, արդյոք ճանաչում ես Աստծուտ որպես այսպես նկարագրված մի Աստված, այդ է Աստվածաշունչը ներկայացնում եւ բացատրում Աստծուն։ Կարևոր է շեշտել այստեղ, որ Աստծո բարկությունը մարդու զգացումների պես անկաշկանդ, այսինքն uncontrolled, վայրագ ու անխոհեմ պորտկումներ չեն։ God's wrath is not the uncontrolled, ill-tempered and thoughtless fits of temper and violence that's associated with human emotions. Այլ ինչպես Արթուր Պինքը բացատրում է, այսինքն Աստծո բարկությունը, Աստծո սրբությունն է գրգռված որպես արարք մեղքի ու չարի դեմ։ Շատ գեղեցիկ բացատրություն։ Աստծո բարկությունը այդ Աստծո սրբությունն է գրգռված որպես արարք մեղքի դեմ։ It is the holiness of God stirred into activity against sin. So կարող ենք ասենք the wrath of God is God's holiness in action. Աստծո սրբությունն է գրգռված որպես արարք մեղքի դեմ։ Իսրայելում կային ճշմարիտ ու սուտ մարգարեներ։ Ճշմարիտ մարգարեները հռչակում էին Տերոջ օրը որպես ինչ։ Բարկության սպառման մի օր, զգուշացնելով եւ կոչելով ժողովրդին դեպի ապաշխարություն։ Եվ այդպես որ գիտենք, ժողովուրդը չէին սիրում լսել այսպիսի լուրեր։ Մյուս ձեռքի վրա կային սուտ մարգարեներ, որոնք խոստանում էին, որ Տերոջ օրը ինչպես օր է, խաղաղության, հանգստության օր է։
առանց որևէ մտահոգության։ Եվ բնականաբար ժողովուրդը սիրում ու լսում էին այսպես պատգամներ։ Ցավոք սրտի պարագան նույնն է հենց այսօր։ Ճշմարիտ հովիվներ, ավետարանիչներ եւ ուսուցիչներ հաղորդում են Տերոջ սարսափելի ու ավերիչ օրվա մասին։ Բարկության եւ վրիժառության մի օր, իսկ սուտ մարգարեներ, այսինքն անունով մարգարեներ, իբր թե մարգարեներ, ուսուցանում են ժողովրդին, թե ինչպես ապրեն եւ ունենան իրենց ամենալավ կյանքը հենց հիմա, քարոզելով առողջություն, հարստություն, հաջողություն եւ ուրիշ այսպես լուրեր եւ օրհնություններ անդադար։ Գիտենք եւ տեսնում ենք շատ այսպես պատգամներ եւ պատգամավորներ, հենց եկեղեցիներում եւ քրիստոնեական TV-ների վրա եւ ռադիոյի վրա այսպես քարոզներ եւ այսպես քարոզիչներ։ Եվ ժողովուրդը այսպես պատգամներ շատ են սիրում եւ դրանց մտիկ են անում, լսում են։ Սոփոնյա մարգարեն, Աստծո ճշմարիտ մարգարեն, զգուշացրեց ժողովրդին Սոփոնյա 1:14-18-ում ասելով, թե մոտ է Տերոջ մեծ օրը, մոտ է եւ շատ շտապում է, ահա Տերոջ օրվան ձայնը, դառնապես աղաղակում է այնտեղ տղամարդը, բարկության օր եւ այն օրը, նեղության եւ տառապանքի օր, կործանման եւ ավերման օր, խավարի եւ մեգի օր, ամպի եւ մարախուղի օր, փողի եւ աղաղակի օր, պարսպավոր քաղաքների դեմ եւ բարձրացած աշտարակների դեմ, եւ ես պիտի նեղեմ մարդկանց, որ կույրերի պես ման գան, որովհետև Տերոջ դեմ մեղանչեցին, եւ նրանց արյունը պիտի թափվի փոշիի պես եւ նրանց միսը աղբերի պես։ Նրանց արծաթն էլ, նրանց ոսկին էլ չէ կարող նրանց ազատել Տերոջ բարկության օրը։ Եվ նրա նախանձի կրակովը պիտի սպառվի բոլոր երկիրը, որովհետև նա պիտի վերջացնե եւ պիտի պատուհասե, այսինքն պատժե երկրի բոլոր բնակիչներին։ Այս է ասում Աստծո մարգարեն Տիրոջ օրվա արդիվ։ Այս շատ դրական, վերբարձրացնող, քաջալերական եւ պայծառ պատգամ չի։ Ժողովրդի մեծամասնության համար այս գաղափարը, թե Աստծո բարկությունն ու դատաստանը թափվելու է աշխարհի վրա, մի չափազանց դաժան, բարբարոս եւ գարշելի գաղափար է։ Անհարմար այս օրվա լուսավորված, քաղաքավար եւ լայնամիտ մշակույթի եւ ընկերության համար, այդպես են նրանք դիտում այս գաղափարը։ Ով որ նեղվում է Աստծո բարկության գաղափարից, չի հասկանում կամ աչքաթող է անում երկու կարևոր կետեր։ Կարծում եք որոնք են այդ երկու կարևոր կետերը։ Նախ եւ առաջ, թե ով է Աստված, այսինքն սուրբ, արդար եւ մեղք ատող, եւ երկրորդ կետը, թե ով է մարդս, այսինքն բնությամբ բարկության որդի եւ չարություն կամեցող։ Լեցուն համարներ կա, բայց նայեցեք Առակաց 21:10 եւ Եփեսացիս 2:1-3։ Հարկ է մեզ հիշենք ուրեմն, երբ որ խոսում ենք Աստծո բարկության արդիվ եւ ժողովուրդ դրան հակառակ են, թե ով է Աստված, who is God, he is holy, he is righteous, he is just and hates sin, and who is natural, sinful man, բարկության որդի, չարություն կամեցող։ Աստծո բոլոր ստորոգելիների պես աստվածային բարկությունը սուրբ բարկություն է, ուղղարար բարկություն է, իմաստուն բարկություն է ու նույնիսկ համբերող եւ սիրող բարկություն է։ Աշխարհի անբարկացող սերը սուրբ գրային սեր չէ։ The world's wrathless love
is not the biblical love. Աշխարհի անբարկացող սերը սուրբգրային սերը չէ։ Ուրեմն Աստված, որն սուրբ, ուղղարար եւ բարի է, պիտի ցուցաբերի իր բարկությունը մեղքի ու չարի դեմ, եթե ոչ, սուրբ, բարի, արդար Աստված չի։ Ոչ հավատացյալների համար այս Աստծո բարկության հատկանիշը ահավոր ու զարհուրելի է։ Ու պետք է որ հենց այդպես լինի, քանի որ Սուրբ Գիրքը հստակ է, որ մեղավորներ Աստծո բարկության եւ դատապարտության տակ են։ Եվ եթե հենց այդ վիճակում մնան ու մեռնեն, ապա կմտնեն հավիտենական դժոխք, ուր Աստված ներկա է իր բարկությամբ հավիտյանս հավիտենից անverջ։ Շատեր կարծում են, որ դժոխքում Աստված ներկա չի, Աստված չկա, այդ սխալ է, հակասուրբգրային է, Աստված ամեն ուրեք է, ամեն տեղ է, իրականության մեջ դժոխքը հենց իր ստեղծվածն է, իր ծրագիրն է, Աստված ներկա կլինի դժոխքի մեջ եւ այդտեղ կարտահայտի իր բարկության հատկանիշը, ներկա կլինի իր բարկությամբ մեղքի եւ մեղավորի դեմ։ Բայց եւ այնպես Աստված հաճախ մեղմացնում ու թեթևացնում է իր բարկությունը այս աշխարհի վրա իր համբերությամբ ու երկայնամտությամբ, զսպելով ու հետաձգելով իր բարկության գործադրումը, կրելով իր թշնամիներին, առաջնորդելով ոմանց դեպի ապաշխարության եւ նույնիսկ թույլ տալով ուրիշներին, որ ունենան երկար կյանքեր այս աշխարհում, նույնիսկ նրանք, որ երբեք հավատքի չեն կա։ Սակայն ի վերջո ոչ ոք չի կարող փախչել Աստծո ահավոր բարկությունից։ God often tempers his wrath with patience and long suffering, even delaying the execution of his wrath, bearing his enemies, leading some to repentance, and even allowing those who never come to faith, some of them, to live a long life. But no one ultimately will escape the wrath of God. Ի վերջո ոչ ոք չի կարող փախչել Աստծո ահավոր բարկությունից։ Պողոսը գրում է Հռոմայացիս 2:5-8 համարներում, թե բայց դու քո, այսինքն մեղավոր մարդ, դու քո խստությունով եւ անզեղջ սրտով բարկություն ես կիտում քո անձի համար։ Բարկության եւ այն Աստծո արդար դատաստանի հայտնության օրումը, որ նա ամեն մեկին իր գործերի պես հատուցումը կտա, նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում եւ փառք եւ պատիվ եւ անապականություն են որոնում հավիտենական կյանք, բայց նրանց, որ հակառակությունից են եւ ճշմարտության անհնազան եւ անիրավության յետևից գնացած բարկություն եւ սրտմտություն, wrath and fury of God։ Իմիջայլոց հարկ է այստեղ նշել, որ այս բարի գործերը, որ քիչ առաջ Արաքյալը ասեց, չի նշանակում, որ մենք փրկվում ենք մեր բարի գործերով, որտեղ Աստվածաշունչը պարզ է, որ ոչ ոք չկա, որ բարի գործեր անի, այլ թե մեր բարի գործերը փաստում են, որ մենք փրկված ենք ի Քրիստոս, հավատալով Հիսուս Քրիստոսին, եւ այդ բարի գործերը մեր փրկության պտուղն են, արդյունքն են, ոչ թե մեր բարի գործերի պատճառով մենք ստանում ենք հավիտենական կյանք։ Սրա արդիվ մենք ապագայում շատ պիտի խոսանք, երբ որ հասնենք փրկության վարդապետության, բայց կարևոր է այդ շեշտենք, որ մենք փրկված չենք եւ հավիտենական կյանք չենք ստանում մեր բարի գործերով։ Բարի գործերը մերը փաստում են, որ փրկվել ենք եւ այդ կատարվեց հավատալով միմիայն Հիսուս Քրիստոսին։ Բայց որպես քրիստոնյաներ, փրկված Քրիստոսով, մենք այլևս Աստծո բարկության տակը չենք, փառք Աստծո։ Աստվածավախությունը, որ մենք հիմա պիտի ունենանք, դատաստանի ու դատապարտության այդ վախը էլ չի, այլ այն մի վախ է,
որը Երևան է գալիս մեր սուրբ եւ ամենակալ Աստծո հանդեպ եղած հարգանքով, պատվով ու երկյուղացությամբ. When we say we have a fear of God, it's not fear of condemnation and judgment, but it is an awe, երկյուղ, honor, respect, պատիվ մեր սուրբ եւ ամենակալ Աստծո հանդեպ։ Պողոսը գրում է Հռոմայացիս 8 եւ առաջին համարում, թե ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսումը լինողների համար։ Ու նաեւ առաջին Թեսաղոնիկեցիս 1:10 համարում նա ասում է, որ մենք հավատացյալներս սպասում ենք Հիսուսին, որ վերադառնա, որ փրկում է մեզ գալու բարկությունիցը։ Հարկ Աստծո։ Մենք հաճախ լսում ենք մարդիկ ասեն, որ 5 տակարանի Աստվածը բարկացող, զայրացող եւ վրեժխնդիր Աստված էր, որը թափեց իր դատաստանը եւ կործանեց ազգեր, մարդկանց, կանանց ու երեխաներին։ Իսկ ինչ ենք լսում նոր գտակարանի Աստծո արդիվ։ Այո, իսկ նոր գտակարանի Աստվածը ավելի քաղաքավար, սիրո, մեղմ Աստված է թվում, վարվելով ժողովրդի հետ ավելի շնորհալի ու ողորմած կերպով։ Այս էլ շատ ծուր եւ սխալ գաղափար է։ Հին եւ նոր գտակարանի Աստվածը հենց նույն Աստվածն է, որը չի փոխվում, եւ նրա մեղքի ատելությունն ու պատիժը նրա անփոփոխ հատկանիշն է։ Եթե 5 գտակարանի պատմության ենթահողը մենք լավ հասկանանք, կտեսնենք, որ ումին որ Աստված պատժեց, մեղավորներ էին ու անզեղչ, unrepentant, առավել Աստված համբերատար էր նրանց հետ եւ ետ պահեց իր դատաստանը երկար տարիներ նախքան նա թափեց իր բարկությունը նրանց վրա։ Անմիջապես Աստված մարդկանց չպատժեց, հազվագյուտ դեպքեր այդպես լիներ, բայց մեծամաս պատմության մեջ կտեսնենք, որ Աստված հարյուրավոր տարիներ համբերեց ազգեր, ժողովուրդներ եւ հետո իրենց պատժեց։ Ուստի Աստված ուներ ամենայն իրավունքը դատելու նրանց մեղավորներին, այնպես որ հենց նա արեց։ Նաեւ հարկ է նշել, որ Աստծո բարկությունը սահմանափակ չի միայն հին կտակարանին։ Տեր Հիսուսը ինքը ասեց Հովհաննես 3:36-ում, որը նոր կտակարանում է, թե որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդողը կյանք չի տեսնիլ, այլ ինչ, Աստծո բարկությունը մնում է նրա վրա։ Արդեն նրանց վրա է եւ այդպես կմնա նրանք, որ երբեք հավատքի չգան։ Իրականության մեջ Աստծո բարկության ամենամեծ ու սոսկալի ցուցաբերումը կատարվեցավ, կարծում եք երբ։ The greatest and most awful manifestation of God's wrath happened when? Hence նոր կտակարանում եւ ոչ հինումը։ Երբ Աստված թափեց իր անզուսպ, անսանձ բարկությունը ու զայրույթը ոչ անբարոյական մեղավորների վրա, այլ իր որդու վրա, խաչի վրա, որն էր Աստծո կատարյալ ու անբիծ առանց մեղք գառը, որը մեր փոխարեն համարվեցավ որպես մեղավոր։ Այս էր Աստծո բարկության ամենամեծ, սարսափելի ու սոսկալի ցուցաբերումը, որը հենց կատարվեց իր որդու Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Հիմա տեսնում ենք Աստծո անփոփոխ սրբությունը, ուղարարությունը ու մեղքի դեմ բարկությունը։ Այս է իր նկարագիրը։ Նա չի կարող աչքաթող անի, տեղ տա մեղքը։ Իր նկարագիրը պահանջում է, որ նա պատժի մեղքը, եւ Աստված հենց այդ արեց իր որդու մեջ, իր որդու վրա, որպեսզի նրանով մենք փրկվենք։ Ով որ Հիսուս Քրիստոսին հավատա, փրկվի, ոչ
մեր բարի գործերով, այլ իր որդու կյանքով ու մահով։ Այս է ավետիսը փրկության բարի լուրը։ Փառք լինի Աստծուն սրա համար։ Որպես Աստծո որդիկ, Աստծո բարկության իրականությունը եւ ըմբռնումը պիտի առաջնորդի մեզ ատելու մեղքին ու չարին։ Պիտի մեր մեջ արթնացնի ավելի հարգանք ու երկյուղ Աստծո հանդեպ։ Պիտի մեզ մղի, որպեսզի ավելի շնորհակալ լինենք Աստծուց եւ գովաբանենք նրան, որ մեզի փրկեց իր սարսափելի հավիտենական բարկությունից։ Պիտի այս դրդի մեզ ավետարանչության, այսինքն բարի լուրը տանենք բնական մեռած հոգևորապես ժողովրդին, որ նրանք էլ փրկվեն։ Նաև հարկ է մեզ լինել խիստ երախտապարտ այս իրականության համար, որ Աստված մի օր կպատժի բոլոր չարություններն ու չարագործերին ու նաև կհանի եւ արմատախիլ կանի մեր միջից մեղքի բոլոր մնացորդ մասը եւ կառաջնորդի նոր երկինք ու նոր երկիր ըստ իր խոստման, որոնցում ուղարարություն է բնակվում։ Ամեն։ Վերջացնենք աղոթքով եւ ձեր հարցերով այս եւ ուրիշ նյութերի արդիվ։ Մեր իանալի Աստված, ինչ գեղեցիկ է քո խոսքը, շնորհակալ ենք այս ուսումնասիրության դասակարգի համար, որ մենք սերտել ենք քո ստորոգելիները, քո հատկանշերը հաղորդելի եւ անհաղորդելի, եւ տեսնում ենք թե ինչքան գերազանց եւ սքանչելի Աստված ես, եւ այսօր սերտեցինք, որ Տեր դու նախանձոտ ես, նախանձահույզ ես այն ամեն բաների արդիվ, որ պատկանում է քեզ, քո անունդ, քո պատիվդ, քո փառքդ, քո խոսքդ, քո ժողովուրդդ, եւ մենք էլ պիտի այսպես ընդօրինակենք քեզ, երանդուն լինենք Տեր, քո խոսքիդ եւ պատվիդ եւ քո փառքիդ համար Տեր։ Եվ միևնույն ժամանակ տեսնում ենք, որովհետև դու նախանձոտ Աստված ես եւ պաշտպանում ես այնինչ որ պատկանում է քեզի, եւ որովհետև դու սուրբ եւ կատարյալ եւ արդար եւ ուղարար Աստված ես, որովհետև բարի Աստված ես, նաեւ դու բարկության Աստված ես, դու բարկանում ես չարի եւ մեղքի դեմ, դու ատում ես մեղքն ու հանցագործը, որ չի ապաշխարում, անզեղջ է մնում։ Արդեն քո բարկությունդ նրանց վրա է եւ այդպես կմնա հավիտյանս հավիտենից։ Բյուր փառք ենք տալի քեզ, որ մենք որ այդպես էինք, բարկության որդիկ, դու մեզ փրկեցիր եւ այդ կատարեցիր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որն եկավ, ապրեց կատարյալ կյանք, որ մենք երբեք չէինք կարող ապրեինք եւ տվեց, զոհեց իր կյանքը խաչի վրա մեռնելով մեր փոխարեն եւ հավատալով Հիսուս Քրիստոսին մենք փրկված ենք եւ ազատվել ենք քո բարկությունից եւ այլևս քո դատաստանի տակ չենք։ Տեր, խոսում ենք սրանց արդիվ, կարդում ենք սրանց արդիվ, բայց կատարելապես չենք հասկանում ինչ մեծ շնորհք է, որ դու թափել ես մեր վրա։ Տեր, մեզի առաջնորդիր, որ փառաբանենք քեզ եւ Տեր, քո այս գեղեցիկ ավետիսը ծրենք, սփռենք այս խավար աշխարհում, որ շատերն էլ փրկվեն եւ միանան քո ժողովրդին եւ այսպես պաշտեն քեզ։ Անունդ փառավորվի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։